Պետականացվելու է պարոն Կարապետյան հուլիսին 3 Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց եւ փոխհատուցման հարցն են որոշելու։ Այս կապակցությամբ ինչ կասեք։ Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն հեծը գցել են իրենց ոտքերին, դուք երևի դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար իրենք շատ ուրախ կլինեն հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեն։ Ժամկետներ ունեք մոտավորապես դուք այդ իշխանափոխությունը ինչ ժամկետում եք պատկերացնում 1 ամսում, 2 տարում, 3 տարում, թե 5 տարի հետո ինչ ժամկետներ եք պատկերացնում։ Դուք ինչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ես ցանկություններ չունեմ, դուք ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը։ Ես իմ ժամկետները ունեմ։ Դրանք որքան մոտավորապես ինչ ժամկետներ։ Իհարկե չեմ ասի, հիմա ասեմ մինչև 1 տարի թե 1 տարուց շուտ։ Դա բոլորդ կտեսնեք, հերթով։ Պարոն Կարապետյան, ես մի փոքր ուշ միացա, չգիտեմ, հարցեր հնչել են թե ոչ, դուք բազմիցս մինչև ընտրությունները հայտարարում եք, որ ընտրություններից հետո արդեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կունենաք։ Ուզում եմ հասկանալ, այս գործընթացը ինչ փուլում է, արդյոք հրաժարման այս գործընթացը ինչ որ գործնական փուլ մտել է, չի մտել։ Չէ, գործնական փուլ մտել է, դա գործնական փուլում է։ Կոնկրետ ինչ փուլի մասն է խոսքը։ Դե հիմա ես Դուք 3 երկրում Հայաստանում ունեք քաղաքական Հայաստանում հիմա քրեական գործով եք անցնում եւս 2 երկրում էլ հայց ունեք ներկայացված ու այս 3 երկրներում էլ տարբեր քաղաքացիություններով եք ներկայանում այսօք դա կարող է հանգամանք դա օրինակ եւս 2 երկրում ունեմ Ֆրանսիայում դուք ներկայանում եք որպես Հայաստանի Ֆրանսիայում հայց ունեք ներկայանում եք որպես Հայաստանի քաղաքացի Ստոկհոլմում հայց ունեք ներկայանում եք որպես Կիպրոսի քաղաքացի այստեղ էլ քրեական գործով եք անցնում ու 3 երկրի քաղաքացիությունով եք ներկայանում այսօք կարող է սա խանգարող հանգամանք հանդիսանալ ձեր 2 երկրների քաղաքացիություններից հրաժարվելու համար Կիպրոսի եւ Ռուսաստանի։ Իհարկե չի հանդիսանում։ Նաեւ ես հարցեր չեմ հարցրել։ Դուք ձեր եթերում հետո աղավաղում եք։ Դա ձեր անձնական կարծիքն է։ Դա ձեր անձնական կարծիքն է, շարունակվում են հարցերը։ Հանրության կարծիքը դուք չեք կարող ասել։ Դուք ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել եք այս ընթացքում ու եթե ունեցել եք ընդդիմադիր ինչ որ ուժերի առաջնորդներ եք ունեցել։ Ում հետ եք հանդիպումներ ունեցել։ Չեմ կարող ես ասել։ Հիմա մենք մեր գաղտնի պլանը ունենք, ում չեմ բացելու։ Ինչ պլանի մասին է խոսքը։ Փաշինյանին հեռացնելու պլանը։ Ինչպես եք կոնկրետ։ Շատ հեշտ։ Պարոն Կարապետյան, իդեպ անգամ եք շուտ գայիք մեր մի հարցի չպատասխանեցիք ընդդիմադիր Սամվել Կարապետյանի կարգավիճակին հարմարվել եք այդ իրողությանը պատրաստ եք առաջ գնալ հենց այդպես կարգավիճակի Սամվել Կարապետյան Ես կարգավիճակ չունեմ ես ընդամենը ապօրինի կալանավորված մարդ եմ գալիս եմ դատարան դուք տեսնում եք դրա համար քանի այդ կարգավիճակում եմ ձեր հետ առիթ ունենում ենք շատ շփվենք դրանից հետո շատ բաներ դուք տեսնեք։ Պարոն Կարապետյան, իդեպ իշխանության ներկայացուցիչները տարածում էին ձեր եղբոր լուսանկարը հանգստից, ասում էին այսպես են, Ռուզանյան հարց եմ տալիս։ Իմ եղբայրը հիմա հանգստանում է, դա Ասում էին այսպես են իշխանափոխություն իրականացնելու մեկներ են հանգստի։ Քաղաքական ոչ մի process-ի չի մասնակցել հենց առաջի օրից, ինքը կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել, դրա համար ինքն է որոշում։ Ձեր իշխանափոխության այդ սցենարը, որը դեռ չեք ցանկանում այսպես բարձրաձայնել փակագծեր բացել, ռեալ է թե դուք պարզապես քաղաքական հայտարարություններ եք անում։ Դե իհարկե ռեալ է։ Դրա համար կնայենք, կտեսնենք։ Պարոն Կարապետյան, իսկ ինչպես եք իսելու ընդդիմության առաջնորդի այս դերը։ Դուք եք լինելու առաջնորդը թե Քոչարյանը։ Քոչարյանը իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է։ Ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Այսինքն այդպես եք պատրաստվում գնալ։ Այսինքն երբ որոշենք մտնենք ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։ Մտնելու եք ազգային ժողով որպես ընդդիմություն։ Դե ես ասեցի, հիմա որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ամենակարևորը, որ ճանապարհը արագ հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք։ Չենք նայելու ոչ մեկի այսօրվա դաշտ գցած նարատիվները, խորհուրդները, դրան չենք նայելու։
մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնենք։ Դրա համար խորհուրդ եմ տալիս մարդկանց դրա վրա ժամանակ չկորցնել։ Մենք շփվելու ենք մեր ընտրողների հետ, մեր թիմի հետ եւ կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը։ Ձեր երկրորդին ասում է, որ դուք այստեղ այս երկրում երկար դեռ պլաններ ունեք, ինչ պլանների մասին է խոսքը։ Դե դուք գիտեք ինչ պլաններ։ Եթե մենք արդեն ունենք կուսակցություն, Փաշինյանին կհեռացնենք, հետո կձևավորենք կառավարություն։ Ընդդիմությունը ասում է, որ միջև վերջ է հանդիպում կազմակերպեցիք Տաշիր Արենայում, ձեր ընտրողների հետ հանդիպում կազմակերպեցիք, բարձելու համար ի վերջո ինչ են ուզում ձեր ընտրողները վերցնել մանդատները, թե ոչ։ Ի վերջո նրանց մեսիջը ձեզ որն էր, վերցնել թե ոչ։ Մեսիջը մոտավորապես այսպիսին է. 40%-ը դեռ էմոցիաների տակ են, դրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, 40% ասում եմ մի վերցրեք, այո։ ցանկանում են չվերցնենք, 60%-ը արդեն սկզբում դա հակառակն էր, հիմա արդեն սենց է։ Ասում են վերցրեք մեծամասնությունը մի խոսքով։ Լսելու եք մեծամասնությանը, պարոն Գրիգորյան, լսելու եք մեծամասնությանը։ Ինչա՞։ Մեծամասնությանը եք լսելու հանդիպման Չէ, Ժորժ ջան, իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք, անկախ դրա մասին ասում, մարդիկ շատ մեր վրա ժամանակ չպետք է կորցնեն։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել։ Իհարկե բոլորը խոսելու իրավունք ունեն, բայց մեր տեղը չունեն։ Մենք ի վիճակի ենք մեր քայլեր անենք։ Իրենք մեզ չեն օգնել քայլեր անելու, որ կան հիմա էլ խորհուրդներ կան։ Պարոն կապիտան, ընդդիմությունը ասում է միջև վերջ գնալու է, միջև վերջ ասելով ինչ նկատի ունեն։ Միջև վերջ։ Այսօրվա մինչև վերջը Փաշինյանին հեռացնելն է։ Դրանից հետո կլինեն ուրիշ քայլեր։ Պարոն Կարապետյան, Փաշինյանին հեռացնելու տարբերակի մասնակի խոսում փողոցի ժողովրդի ուժը գեներացնելը նկատի ունեք նաև այստեղ։ Նայեք, եթե մենք պահը գնահատենք, որ դրա անհրաժեշտությունը կա, իհարկե մենք դա կանենք։ Բայց այսօրվա դրությամբ այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է։ Դրա համար մենք գնում ենք օրենքով գնացել ենք սահմանադրական դատարան։ Հիմա տեսնենք սահմանադրական դատարանի որոշումը։ Դրանից հետո մեր հաջորդ քայլերը պլանավորել ենք։ Հիմա եթե մենք թեկուզ շատ քիչ, բայց հույս ունենք, որ մեր առաջարկած երկու պայմանը կարող է ընդունվի, ինչի համար նոր քայլեր։ Հիմա միգուցե սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունները, կամ երկրորդ փուլ են գնում։ Դրա համար նոր հարցեր մենք չենք ուզում քննարկենք։ Ամեն ինչը իր ժամանակին։ Շնորհակալություն։